Իմ կյանքը երևի բաժանվեց մինչև այդ խոսակցությունը դրանից հետո ու մինչև այսօր ես մտածում եմ դրա մասին ոնց որ ասեցիր հիմա հետ խոսում ես 20-ից 30 տարեկան շատ են հոգսաշատ հարցնում ես ոնց որ հիպոթեք ունեն, չգիտեմ, այնտեղ ավտո են առնում, իրենց ծանրաբեռնում են, որ sense իրանց կյանքը հետո մաքսիմալ ստաբիլ լինի, այսինքն շատ են մտածում, թե իրանք հետո ոնց կապրեն, բաց են թողնում իրանց այդ 20-ից 30 տարեկան հատվածը, որը պետքա վայելել, չգիտեմ, ավելի, այդ տարիքի համար ավելի ազատ լինել, ու ուզում եմ այդ պահը ասես ոնց է քո մոտ ստացվել էլի որ տենց կարողացել ես չմտածել հետոյի մասին կամ կարող մտածել ես չգիտեմ բայց որ այդ 20-30 տարեկանը քեզ թույլ ես տվել անես այն ինչ որ ուղղակի ուզում ես դե Դերվին մի քիչ նայից էր գալի որ երբ ֆիզիկայով ես զբաղվում դա ես մոտավորապես 7-րդ դասարանում որ ինչ որ մտածեցի որ ֆիզիկա բան դա շիրակացի սրում մնդել բնագիտական sense ոնց որ դու թե բնագիտական էլի բնագիտական ես ընդունվել ու տենց մոտավորապես ես 8-րդ դասարանում արդեն գիտեի որ տենց ասպիրանտուրա բան կա Մեծ չէ որ դրա ուզածեմ դրա հակառակն էլ եղել որտեղ հատկապես որ մի անգամ գնացել եմ բանկոմատ ասում են որ գալիս ես 8-րդ դասան ասում են դե գրի որ պատրաստ եմ ծառայել ասում են բայց ես հələ բակալավրիատ պետք է սովորեմ ասում եմ դե դրանից հետո ասում հետո մագիստրատուրա դրանից հետո ասում դե գրի գնամ շտենց ներվայացան բայց այդ գիտեի որ դու եթե գիտությամբ ես գնում դա է ոնց որ ու ճիշտ ասած ֆոկուսը եղել սովորելու վրա, բայց նաև պետք է թույլ տա որ ոնց որ կծնողները օքեյ լինեն, դու ոնց որ դրա կարող դեպքա դու չես կարող ես թույլ տա մենակ սովորելու վրա, պետք է օրինակ աշխատես։ Դա ինչ որ ոնց որ մի քիչ է հնարավորություն է, չէ՞, արտոնցնա, բայց Ես ունեն գենե որ ընկ առաջ երկրորդ կուրսից ով գիտեն որ պետք է ծրագրողը դառնան ու ինձնից հիմա 10 տարի ավել փորձ ունեն չի Facebook-ում են այնտեղ իրանց ստարտափն են եւ այլն իրանք հենց առաջ երկրորդ կուրսից են աշխատում ու իրանք ծրագրում են սովորում բայց քանի որ այն ժամանակ իրականում կարող է հիմա էլ այն ինչ իրանք աշխատանքի տեղն են սովորում շատ ավելի ակտուալ էր քան ինչ որ հին բաներ որ իրանց պատմում էին